Բարև ձեզ Այգ մեդիայի սիրելի հետևորդներ։ Այսօր զրուցելու ենք աշխարհի եւ Գինեսի ռեկորդակիր, պրոֆեսիոնալ բռնցքամարտի 4-րդ վարկածով աշխարհի չեմպիոն, ուժային եռամարտի աշխարհի կրկնակի չեմպիոն, ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն, մարտարվեստների աշխարհի չեմպիոն, բոլորիս կողմից սիրված Յուրի Սաքունցի հետ։ Յուրի ջան, նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեծ զրույցի հրավերն ընդունելու համար։ Օգտվելով առիթից ուզում եմ նաև շնորհավորել վերջին հաջողությունների համար, ինչի համար բոլորս ուրախ ենք, եւ ձեր թույլտվությամբ սկսենք մեր զրույցը։ Իհարկե սկսենք, շնորհակալություն։ Ես առաջարկում եմ, որպեսզի Սփյուռքի մեր հայրենակիցները ավելի խորը տեղեկացված լինեն, սկսենք մեր զրույցը այնտեղից, ինչպես ստացվեց, որ մտակ սպորտ աշխարհ, ինչպես ստացվեց, որ ընտրեցիք այդ ոլորտը եւ ինչպես սկսվեց ձեր ճանապարհը սպորտում։ Շատ լավ։ Տեսեք, ուրեմն 6 տարեկանի ես զբաղվում եմ սպորտով։ Առաջին սպորտաձևը, որ եղել է, ազոտ ոչին մշամարտով եմ զբաղվել, բարբա։ Այնուհետև տարիների ընթացքում փոխել եմ սպորտաձևս, Գինեսի ռեկորդներ եմ սահմանել, Գինեսի աշխարհի ռեկորդներ եմ սահմանել եւ դրա հետ մեկտեղ նաեւ զբաղվել եմ ուժային եռամարտ եւ ուժային ըմբշամարտ սպորտաձևերով։ Դարձել եմ ուժային եռամարտի աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն, ուժային ըմբշամարտի նույն mass wrestling սպորտաձևի Եվրոպայի չեմպիոն եմ դարձել, աշխարհի բրոնզե մեդալակիր։ Դրա հետ մեկտեղ նաեւ Գինեսի ռեկորդներ եմ սահմանել բազմաթիվ։ Իսկ բռնցքամարտով արդեն զբաղվում եմ 4 տարուց ավել եւ բռնցքամարտում նույնպես։ Յուր ջան, առաջի ռեկորդը, որ սահմանել եք, հիշում եք եւ ինչպես առաջացավ առաջի ռեկորդը սահմանելու գաղափարը։ Առաջի ռեկորդը, երբ որ սահմանել եմ, այդ ժամանակ դեռ 16 տարեկան էի ու պատահական հեռուստատեսությամբ տեսա, որ մարզիկը, գերմանացի մարզիկը ռեկորդ է սահմանում եւ որոշեցի, ինչու՞ չէ նաեւ ես կարող եմ անել այդ ռեկորդը։ Պարապեցի մոտավոր 1 ամիս, մարզիկը կատարում էր հենում ծալում վարժությունը ժիմը 3 հատ ֆուտբոլի գնդակների վրա 1 րոպեում 47 անգամ։ Պարապելուց հետո ես նույն վարժությունը կատարեցի 1 րոպեում 53 անգամ։ Առաջի ռեկորդը եղավ 1 րոպեում 53 անգամ եւ դա եղավ իմ ստարտը, սկիզբը իմ մյուս ռեկորդների։ Այնուհետև դրանից հետո արդեն զինվոր ժամանակ ծառայության ընթացքում ճկույտ մատով քաշեցի 4 մեքենա միանգամից իրար կապած 12 տոննա քաշ ունեցող, ծառայությունից հետո քաշել եմ ճկույտ մատով մետրոպոլիտենի մետրոյի 1 վագոն, Երևանի մետրոպոլիտենի 1 վագոն 33 տոննա քաշ ունեցող, այնուհետև Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում ատամներով քաշել եմ զինվորական տանկ 40 տոննա ընդհանուր քաշով։ Դրանից հետո 1 տարի արդեն ընդմիջումից հետո երկար մարզումներից հետո արդեն ճկույտներով նորից քաշել եմ մետրոպոլիտենի 2 վագոն 60 տոննա քաշ ունեցող արդեն այդ դեպքում էլի այդքան է իմ ռեկորդների մասով։ Յուր ջան, ես ուզում եմ նաև այսպես, քանի որ խոսում ենք սպորտից, մեր այսօրվա զրույցի թեման սպորտն է, հայկական սպորտի վիճակը, պետք է արձանագրենք, որ ընդհանուր հաշվով Հայաստանը սպորտի բնագավառում շատ ամուր դիրքեր ունի եւ ժամանակ առ ժամանակ նույնիսկ բարձր այսպես տեղեր է զբաղեցնում աշխարհի մակարդակով, դրա բար վկայությունը դուք եք, դրա բար վկայությունը մեր բոլոր այն մարզիկներն են, ովքեր Հայաստանի դրոշը բարձրացնում են աշխարհի տարբեր երկրներում։ Ուզում եմ մի քիչ խոսենք հայկական սպորտի ներկայիս իրավիճակի մասին, ընդհանրապես ինչպես կգնահատեիք ներկա իրավիճակը հայկական սպորտում։ Շատ լավ հարց տվեցիք, ես թեմայի շուրջ կարելի է շատ երկար զրուցել։ Սպորտը, այսինքն մենք մարզիկներս, ես որ հիմա նայում եմ, մեր հայ մարզիկները անում են առավելագույնը աշխարհի Եվրոպայի բոլոր միջոցառումներում լավագույնս հանդես գալու։
Ես շատ ընկերներ ունեմ, ովքեր որ մարզիկներ են, ում որ չեմ ճանաչում, լսում եմ, տենում եմ, որ առավելագույն են անում, որպեսզի լավ ներկայացնեն մեր երկիրը եւ իրանք լավ հանդես գան։ Բայց իմ կարծիքով երկիրը համապատասխան փոխադարձ վերաբերմունք չի տալիս մարզիկներին, դա իմ անձնական կարծիքն է, ու ինչու՞ չէ նաեւ իմ օրինակից կասեմ, որ ես ոչինչ չեմ ստացել պետությունից, ամենայն դեպս ինչ եմ արել պետության համար եւ ոչինչ չեմ ստացել, բայց չենք հուսահատվում, շարունակում ենք անել մեր երկրի համար այն ինչ որ կարող է մեր երկրի անունը բարձր պահել, քանի որ մենք սիրում ենք մեր երկիրը։ Յուրջան, աշխարհի տարբեր երկրներում ներկայացնելով Հայաստանը համոզված եմ հանդիպել եք շփվել եք տարբեր երկրների ներկայացուցիչների հետ, ազգությամբ տարբեր մարզիկների, մարզիչների, ինչու՞ չէ նաև հետ համոզված եմ այդ բոլոր մրցումների ընթացքում եղել են հետաքրքիր դրվագներ, պատմություններ, եթե այս պահին հիշում եք այդպիսի մի դրվագ պատմություն, շատ ուրախ կլինեինք լսել։ Շնորհակալ եմ։ Ուրեմն տեսեք, առաջի դրվագը, որ ես միշտ հիշում եմ, դա երբ որ ես Ֆինլանդիա մրցումների էի 2 տարի առաջ, ձեր նախորդ հարցի տված երևի ինչ-որ էլի լրացում անեմ, մենք Վրաստանի թիմի հետ նույն հյուրանոցում էինք ու եկավ որ ոնց որ մարզիկներով մենք խոսում էինք, էլի որ ոնց է մենք Հայաստանի թիմը գնացել է ամեն ինչը մեր հաշվին, մեր միջոցներով մենք գնացել Ֆինլանդիա եւ Վրաստանի թիմը որ պատմում էր, որ եթե իրանք կարողանային նույնիսկ մեդալը վերցնեին Եվրոպայի առաջնությունից, իրանք խոստացել են նյութական եւ ֆինանսական մեծ բաներ, ու իրանք զարմանում էին, որ մենք մեր հաշվին են գնացել ասե, ու մեզնի ոչինչ չեն տալու, երբ որ մենք դառնանք Եվրոպայի չեմպիոն։ Դա մի փոքր մեր նախորդ հարցին իսկ Թայլանդ, որ 2 օր առաջ Թայլանդ նոր են վերադարձել։ Իսկ այնտեղ այն է խնդիրը, որ մեր երկրի մասին մարդիկ չգիտեին ոչինչ։ Ինձ շփոթում էին արաբների հետ, շփոթում էին ուրիշ այլ երկրի ներկայացուցիչների հետ, քանի որ ես մի քիչ մուրուքով եմ ասեմ, որ ասում էի Արմենիա, այտենց խառն չէին հասկանում, էլի Արմենիան որտեղ է, ինչ պետություն է, ու կարելի ասել մենք էլ մարզիկներս էլ մեր ձևով ենք, չէ, կարողանում մեր երկիրը ամենտեղ ցույց տանք, ամենտեղ խոսել, ամենտեղ ասենք, որ կա նման երկիր, կա նման պետություն։ Պատճառ տենց խոսք ասում են, այ մենք էլ փոքրիկ պատերազմի մեջ ենք, մենք էլ մեր ձևով ենք, չէ, կարողանում պատերազմում ենք թե ռինգի մեջ, չգիտեմ, մյուսը գորգի մեջ, եւ մեր երկրի անունն ենք բարձր պահում։ Յուրջան, տեսեք, մենք մի քիչ առաջ խոսեցինք հայկական սպորտի ներկա վիճակի մասին, ուզում եմ նախ փոքրիկ ճշտում կատարենք, մարզչական աշխատանքով դուք զբաղվում եք, այսինքն բացի Հայաստանը որպես մարզիկ աշխարհում ներկայացնելուց, Հայաստանում երեխաների հետ աշխատում եք, եթե այո, ապա եկող սերունդը ինչպիսի նախասիրություններ ունի սպորտի ոլորտում, իսկ եթե ոչ, ապա նախատեսում եք առաջիկայում նաև այսպես մարզչի բավականին ծանր պատասխանատվությունը ստանձնել։ Շնորհակալություն, շատ լավ հարց տվեցիք։ Իրականում հիմա ես չեմ զբաղվում մարզչական գործունեությամբ, բայց քանի որ ես պարապում եմ մի քանի տարբեր մարզադահլիճներում եւ տենում եմ նույնիսկ նաեւ պարապում եմ փոքր երեխեքի հետ, նույն այդ երիտասարդ մարդկանց հետ, երիտասարդ մարզիկների հետ ու տենում եմ թե այո կան լավ աճող սերունդ, որոնք որ վաղը մեր փոխարեն նույնպես երկիրը լավ են ներկայացնելու, բայց իմ կարծիքով այն մեր ժամանակների, մեր տարիքի այն սերունդը չկա, հիմա փոխվել է ամեն ինչ։ Հիմա մեր այս եկող սերունդի ցանկությունները մի քիչ այլ են, քան մերը։ Այսինքն մենք պարապում ենք մի զալում, տենում եմ, որ այդ զալը բարվոք վիճակում է, բայց այդ զալում պարապում է ընդհանրապես 10 երեխա։ Եվ մեր ժամանակներում մեր զալը ոչ բարվոք վիճակում էր, պատալոգից ջուրը կաթում էր, ջեռուցում չկար, եւ այլն վատ վիճակներ, բայց մենք պարապում էինք 40-50 հոգով ու տեղ չկա, այսպես խցկված էինք։
Որտեղ ինձ թվում է այդ սերունդափոխություն կարելի ասել, թե հիմա մարդկանց նպատակներն են փոխվել, հիմա կան լավ երեխեք, որ կփոխարինեն մեզ, բայց այն ժամանակաչափ չեն սիրում սպորտը, սպորտով չեն զբաղվում, ու ես միշտ շփվելով հասարակության բոլոր խավերի հետ ու ասում եմ, առաջարկում եմ, որ պետք է երեխաները զբաղվեն սպորտով։ Դա է մեր վաղվա ապագան, դա է մեր վաղվա առողջ ապագան։ Պետք է զարկ տանք սպորտ դպրոցների, մանրադարիչների կառուցմանը, դա մեզ զերծ կպայի եւ երեխաներին զերծ կպայի հանցագործություններից, բաց սովորություններից, որը որ հիմա անհամար է։ Թմրադիրներից, թմրադեղերից եւ այլն եւ այլն։ Ես շատ ասում եմ, մարդկանց ասում եմ, բերեք թող ձեր երեխեն պարապի։ Կապ չունի ինչ պարապի, բայց միայն լինի սպորտի մեջ։ Սպորտը դա նաև դաստիարակում է, կամային լավ որակներ է դաստիարակում։ Բոլորս չենք դառնալու աշխարհի չեմպիոն, Եվրոպայի չեմպիոն։ Ոչ մեկ մի երկու օդիր, ասենք զալու պարապում 100, 100-ից 2-ը կդառնա, բայց 100-ը կլինեն առողջ, 100-ը կլինեն մտքով ավելի ամուր, կամքով ավելի ամուր եւ սպորտային դաստիարակություն ասված կա։ Այդ սպորտային դաստիարակությունը նաև ամենամեծ բանն է, որ մարզիկները ստացել են իրանց զալերում մարզիչներից։ Յուրի ջան, մենք ժամանակ առ ժամանակ տեսնում ենք մեր սպորտի տարբեր ճյուղերի ներկայացուցիչների հաջողությունները եւ տեսնում ենք ինչպես է ժողովուրդը այսպես հոգով, սրտով կանգնում մեր մարզիկների կողքին։ Վերջերս օրինակ մենք տեսանք նաև Արման Ծառուկյանի գրանցած հաջողությունը, դուք աշխարհի գոտին նվաճեցիք, այս ամենը բարձրացրեց եւ շարունակում է բարձրացնել Հայաստանի անունը աշխարհում։ Ես ուզում եմ նաև խոսենք այ մարզիկների ներքին համերաշխության, մարզիկների շփվում եք իրար հետ, լինում են հանդիպումներ, կարողանում եք կիսել ձեր փորձն ու հաջողությունները իրար հետ։ Շատ լավ հարց տվեցիք։ Ձեր յուրաքանչյուր հարցը, որ ընտրված, ճիշտ տեղին շնորհակալ եմ։ Այո, փորձում ենք։ Դուք նես մի հատ խորը ֆիլիսոփական հարց տվեցիք։ Այո, կամ մարզիկների մեջ նաև այդ կարելի ասել, թե բարի նախանց կամ թե նախանց կա տես բան իրականում, ես մի քիչ կանգեր տանամ։ Բայց փառք Աստծո, իմ շրջապատում այս մարդիկ շատ քիչ են, որպես նախանցում են։ Շփվում ենք, փորձում ենք։ Այո, ես ունեմ ընկերներ, ովքեր որ ուրիշ սպորտաձևի մեջ են, ունեն լավ արդյունքներ։ Ես դեռ չեմ հանդիպել մարդկանց, ովքեր որ ինձ շոքն են։ Օրինակ, այս վերջի մենամարտը, որտեղ որ ես աշխարհի գոտի նվաճեցի Թայլանդում, դա կարելի ասել իմ ընկերոջ շնորհիվ, որ ապրում է Թայլանդում, մեծ ներդրում ունի։ Կարողացա պրոմոտորների հետ, մենեջերների հետ կազմակերպել այդ միջոցառումը, ինձ հրավիրել, այդպես նյուանսներ կա ու փորձում ենք մեկս մեկին օգտակար լինենք։ Նույն այդ մարդը, որ եկել է Հայաստան, ես փորձում օգտակար լինել։ Բոլորս լծված ենք մի գործով, որ մեր երկիրը լավ ներկայացնենք։ Սպորտի կյանքը շատ կարճ է։ 10 տարի կամ չգիտեմ ինչեւ 35 տարեկան մաքսիմում բոլորս հետ է, շատ կարճ է։ Բայց չէ որ մենք պետք է սպորտից հետո բոլորս բարշակատով նայենք իրար, շփվենք իրար հետ։ Ու ես այդ մարդկանց մեկն է, որ պետք է փորձում եմ օգնել բոլոր մարզիկներին։ Այո, օրինակ Հայաստանում շատ մարդիկ կան, որ ինձ դիմում են, փորձում են պրոֆեսիոնալ ռինգ մտնեն, սիրողական դիվից էլ բոքսից, ուզում են մտնեն պրոֆեսիոնալ ռինգ։ Քանի որ ես պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ եմ եւ արդեն ունեմ բազմաթիվ փորձ պրոֆեսիոնալ ռինգում, ինձ դիմում են։ Ու ես հենց տենց դեպք չի եղել, որ ես չօգնեմ։ Միշտ օգնում եմ իմ կապերով, իմ կապերի շնորհիվ, ասում եմ, այո, ինչքան շատ լինենք, այնքան լավ կլինի։ Շատով գնանք, հենց սկսած եմ մանրուքից, որ մի քանի հոգով կգնանք երկիր, մի քանի հոգով ռինգ կմտնենք, այլ ոչ թե ես մենակ եմ գնում, դա էլ իր խնդիրներ ունի, էլի, որ դու մենակ ես լինում, մենակով ես երկիր ներկայացնում։ Հայկական սփյուռքը մեկ անգամ չէ, որ իր զգայուն ներկայությունը ի ցույց է դրել մեր հայրենիքի, մեր ժողովրդի կողքին։ Մենք մեր պետականության ողջ այս ընթացքում տեսել ենք հայկական սփյուռքի գործում մասնակցությունը։ Սկսած անկախության առաջին տարիներից մինչ օրս։ Մեր սփյուռքի քույր եղբայրները
գրեթե ցանկացած հարցով միշտ էլ եղել են մեր ժողովրդի, մեր հայրենիքի կողքին։ Այսօր էլ Փառք Աստծո շարունակում են։ Ես ուզում եմ խոսենք նաև Հայաստան-Սփյուռք այս կապերի մասին, որովհետև անկախ նրանից, թե հայ մարդը ինչ բնակավար է ներկայացնում, անկախ նրանից, թե մարդ ինչ ոլորտում է փորձում ներկայացնել Հայաստանը, այդուհանդերձ նա նաև ամուր կապված է սեփական երկրի խնդիրներին, սեփական երկրի հոգսերին։ Ուզում եմ, քանի որ մենք Սփյուռքը ներկայացնող մեդիա ընկերություն ենք, նաև խոսենք Հայաստան-Սփյուռք կապերի մասին եւ լսենք ձեր կոչը ուղղված աշխարհասփյուռ հայությանը։ Շնորհակալ եմ։ Սփյուռքի հետ այո, շատ մեծ կապ ունենք առաջին հերթին։ Սկսած նրանից, երբ որ մենք ստեղից մեկնում ենք որևիցե մի երկիր, հենց այրապորտում մեզ դիմավորում են տեղի հայերը։ Հենց այդուց սկսում է մեր կապը։ Ես նույնիսկ մարդկանց չեմ ճանաչում, բայց երբ որ իմանում եմ, որ ես մեկնում եմ, տեղի հայերը գալիս են։ Ու նենց ջերմ են ինձ դիմավորում, կարծես մենք 100 տարի իրար ճանաչում ենք կամ իմ բարեկամներն են։ Հենց այդ նյուանսից փոքր սկզբից տրվում է մեր կապը Սփյուռքի հետ։ Սփյուռքի հետ կապված եմ նաև նրանով, որ Սփյուռքում ապրող իմ ընկերները ինձ ֆինանսավորում են, օգնում են, իմ կողքին են, որպեսզի ես կարողանամ մեր Հայաստանը, մեր բոլորի Հայաստանը ներկայացնեմ աշխարհում։ Քանի որ ես սկզբանե նշեցի, որ չեմ ստանում պետությունից ոչինչ, որպեսզի լավ ներկայացնեմ իմ երկիրը, դա ստանում եմ Սփյուռքում ապրող իմ ընկերներից, Ռուսաստանից, Ամերիկայից, Եվրոպայից, մարդիկ, ովքեր որ ինձ օգնում են, որպեսզի ես պատրաստվեմ, մասնակցեմ եւ արժանապատվորեն ներկայացնեմ իմ երկիրը։ Ջերմ բարևներ իմ բոլոր ընկերներին, ովքեր որ իմ կողքին են, որ կարողանամ իմ երկիրը լավ ներկայացնել։ Սփյուռքի հետ կապը այնքան մեծ է, որ ամեն երկրում արդեն ունեմ ընկերներ, ամեն երկրում ունեմ բարեկամներ, ու երբ որ ես իմանում եմ ինչ-որ մի պետություն պետք է գնամ մրցում, ուրախանում եմ առաջին նրա համար, որ այդ մարդկա պետք է նորից հանդիպեմ։ Պետք է նորից հանդիպեմ, նորից նստենք մի սեղանի շուրջ ու շարունակենք մեր ջերմ բարեկամական այդ կապը։ Առանց Սփյուռքի այո, չի լինի, առանց Սփյուռքի, առանց են մեր ին հայերի են, ին ադատների, որ ես գնում եմ Սփյուռք, օրինակ տենում եմ զգում են այն հայ ադատը, չէ, ասում են, ոնց են ասում, որ կա հին վիճակը ու այնքան հավես վիճակներ այ, իսկ որ հետ եմ գալի ես Հայաստանը արդեն մի քիչ փոխվել է, Հայաստան փոխվել է մի քիչ մարդկանց մտածելակերպը իրականում, էլի տարբերություն կա, Սփյուռքի հայերի ուստեղի, մի քիչ ուրիշ է արդեն, ոնց որ ասած ժամանակի հետ փոխվել են, թե ինչ չեմ կարող ասել, բայց ես ուրախանում եմ միշտ որ գնում եմ երկրից դուրս ու հանդիպում մեր հայերին ու զգում եմ թե ինչքան պատրաստական են ոչ թե միայն իմ, այլ բոլոր հայերին օգնելու, բոլոր հայերի կողքին լինելու, այդ միասնականությունը ես զգում եմ դրսում։ Իմ ամեն մենամարտին 100-ից ավել մարդ է գալիս ու առաջինը դա միասնականության մասն է խոսում, որ մենք միասնական ենք, այդ ամենալավն։ Յուրի ջան, շատ շնորհակալություն բավականին գեղեցիկ զրույցի համար եւ վերջում ես կուզենայի, որ դու քո խոսքն ասեիր բոլոր սկսնակ ուղեիր բոլոր սկսնակ այն սպորտսմեններին, ովքեր նոր են սկսել իրենց քայլեր անել սպորտ աշխարհում։ Ես իմ խոսքը այսպես կձևակերպեմ, որ եթե ունեք նպատակ, եթե հավատում եք ինքներդ ձեզ, ուրեմն պետք չի շեղվել այդ նպատակի եւ գնալ առաջ, հասնել այն նպատակին, որը որ դրել եք ձեր դիմաց։ Բայց այդ ամենը անհնար է, եթե դուք չունեք Աստված։ Սիրելի ընկերներ, սիրելի հայրենակիցներ, մեզ կապում է մի բան, մենք պետք է միասնական լինենք, ապավինենք Աստծուն, պատասխանենք Աստծո թագավորությամբ, հավատով լցվենք այն գործի նկատմամբ, որ մենք սկսել ենք ու ավարտենք այդ գործը։ Ամեն անգամ փորձենք այս կյանքում յուրաքանչյուրս մի բան այնպես անի, որ իմանա իր երկրի համար ինչ-որ մի բան ունի արած, իր ժողովրդի համար ինչ-որ մի բան ունի արած եւ գուցե իր այդ քայլով կարողանա մի
հոգու մեկ մարդու մոտ ինչ-որ մի բան փոխել դեպի լավը։ Այդ ամենալավ բանն է։ Պետք է մենք հայրս լինենք միասնական, շատ քիչ ենք։ Պետք է լինենք միասնական, չնախանձենք, չարությամբ չլցվենք, լինենք բարի, ուրախ, շփվերես, քայլենք իրար, բարևենք իրար։ Սաղս մի օր ենք, ասա մի տնի շենք մի օր ենք, բայց երբ որ լինենք բոլորս բարի, երբ որ լինենք բոլորս շփվերես եւ հավատանք Աստծուն, բարություն քարոզենք, էլ մեզ ոչինչ պետք չի։ Կլինենք ամենաուժեղ ազգը, կլինենք ամենաբարի ազգը։ Շնորհակալություն Յուրի ջան։